Բարի լույս հետևորդներ ջան, ոնց եք, ինչպես է ձեր տրամադրությունը, իմը շատ լավ է, այսօր լավաշի խմոր անող եմ, գունդ անող եմ, այսօր առավոտյան այս աշխատանքն եմ կատարում, հիմա գնդում եմ խմորը, որպեսզի աշխատողները գան, արդենից պատրաստ լինի թխելու, բայց այսօր նաև գրտակ եմ գցելու, այստեղից վերջացնեմ, դարձանամ վերև և արդեն պետք է գրտնականեմ, լավաշի խմորը արել եմ, հիմա գնդում եմ, 280 գրամով եմ կտրում լավաշի գունդը, դա լրիվ նորմալ չափա մեծ լավաշ ստանալու համար, այսպես ամեն մի գունդը կշռում ենք պարտաճանաչ, որպեսզի գնդերում տարբերություն չտա, որպեսզի նույն քաշի լինի, դա շատ կարևոր է, եթե մեծ ու փոքր լինի, հաստատ խախտվում է, էլի, ինչ-որ պետք է անես, մեկը մեծ ես բացում, մեկը փոքր ես բացում, արդեն կորցնում է իր ստանդարտությունը, համաչափությունը նորմալ չի լինում, դրա համար էլ պետք է գունդը պարտադիր լինի նույն քաշի։ Այստեղ նաև հաց ենք թխում, ներքևի հատվածը, սա, այստեղ գունդ ենք անում, հաց ենք թխում, նոր բարձանում ենք վերև, արդեն իսկ լավաշն ենք թխում, այս պահին նաև հացի աշխատանքներ կատարվում, մատնաքաշ է թխում մեր Նելին, այս ասեղի բուխանկան կթխի, Նելի լավ է ստացվում, Նելին, պատկերացրեք նոր է եկել աշխատանքի սովորում է ու շատ խելացի է, միանգամից կարողացել է անել հացի աշխատանքները։ Դա հացի գործը ինքը մի քիչ բարդ աշխատանք է, այսինքն դու կարողանաս տիրապետել թե խմոր, թե գունդ, թե բացել, թե թխել, արդեն ինքը մի քիչ բարդ աշխատանք է, բայց դե մեր Նելին բոլորը կատարում է պարտաճանաչ, շատ լավ է ստացվում հացերը, շատ գոհ ենք։ Դու գոհ ես Նելի ջան։ Շատ։ Նելին էլ է գոհ, անում է ցանկություն ունի սովորելու, եթե մարդը ցանկություն։ Այս ազար մատնաքաշի տակերը մաքրի ու տա, արդեն հաճախորդները եկել են իրեն հետևորդներ և հաց են ուզում։ Նելին թխել է, այսա հացի տակերը ստիրուկը 4 կմաքրի և կտա հաճախորդին, արդեն բոլորը սովորել են մեր հացի տեղը, հացի, լավաշի, առավոտից արդեն առավոտ շուտ պահվում ենք, արդեն պահանջարկը ունենք հացի, շատ լավ է, Նելի եղավ, մեզ տուր ես տամ, տուր, ես պատրացնեմ, տեսեք ինչ տեսակի մատնաքաշեր է թխել մեր Նելին, այսա տամ վերև վաճառքի, Զար, արի էլի, տամ մեր վաճառողուին բացացնի վերև, որպեսզի տա հաճախորդին, ազարը չկա ջան, մի քիչ հետո հրազդանել է արնելու, Զար, որ ուզող ունի, կասես, հրազդանը մեջն է, սիրելի հետևորդներ, արդեն երեսը անջատել է, այնքան է սիրուն հրազդաններ է եղել, սիրուն տեղը տեղին, այսա որ հանենք, ցույց կտամ ձեզ անպայման, կտեսնեք մեր հրաշք հրազդանները, ես էլ արդեն հեսա վերջացնում եմ, համարյա թե գնդելը քիչ է մնացել, մի քիչ գնդում էլ թող հանգստանա, լավաշի խմորը պարտադիր հանգստանալ է սիրում, մի կես ժամ էլ որ մնա ինքը լրիվ հանգստանա, ավելի լավ լավաշներ է լինում, բայց եթե արագի մեջ իրար հետևից անում ենք, էլի ոչ մի խնդիր չի տալիս, որովհետև մեր լավաշի խմորում դրոշ չկա, և դա պետք չի, որ ինքը ասենք թե հասունանա դրոշը գա, դրոշ չկա, դրա համար էլ կարող եք այնտեղ գնդել և թխել, բայց թող մնա մի քիչ հանգստանա, ինքը ավելի ասես փափկում ու ավելի լավ է լինում։
մեր դրոժը, մեր լավաշը լրիվ թթխմորով է, դանք լրիվ նորմալ է շաքարով, հիվանդների համար, շատ դիետիկա, ուտում եք չեք չաղանում, հիմա մարդիկ դիետաներ են պահում, դիետաներ են առնում, բերում, որ ասենք թե օգտագործեն քիմիական բաներ են խմում, որը շատ վնասակար է իրանց առողջությանը, կարող են սննդակարգին հետևել և օգտագործել ոչ դրոժային, ոչ ավելորդ հավելումներով ուտելիքներ և ոչ մի խնդիր չի առաջանա, հացի փոխարեն կարող են օգտագործել լավաշ, կոնկրետ ես մեր լավաշի մասին է խոսքը, ես մեր լավաշի մասին կարամ ասեմ, որ դրոժ չի պարունակում, կարող են օգտվել և կտեսնեն ինչ արդյունք են ստանալու։ Այսպես մի հատ յաշիկների կապ չունի, որ ամեն րոպե մենք գունդ ենք անում, դա կապ չունի, նայ ես յաշիկները, հարկումները, այ այսպես պարտադիր, տակը ինչ կա մաքրում, սրբում, թազա ալյուր եմ անում, նոր շարում եմ, որովհետև շատ կարևոր է մաքրությունը, էլաստիկությունը, որ գնդի տակը չոր խմոր հանկարծ չկպնի մյուսից ու խանգարի, կրտնակը լավ չստացվի, այդ պատճառով էլ ես միշտ այսպես գնդի տակը մաքրում եմ, այսպես մաքուր, սիրուն, ակուրատնի և նոր այսպես դնում եմ ու գունդ եմ անում, հիմա մի փոքր ալյուրը շաղ կտամ, որպեսզի գունդը չկպնի, ու նոր կգնդեմ, տեսնեմ հրազդանները, կարդ հրազդաններ, ես կարա սենց պտտես մի հատ, ուր այն ձեռնոցը տուր, ուզում ես բան արա, ձեռնոցը տուր, ես կպտտեմ, ես մեկն էլ պռացրու նորմալ է, շատ սիրուն է, կարաս բալը պետը չդնես, երեսն անջատել ես, վսյո, տակը մի պուջուր կամացացրու, որ ջերմաստիճանը բարձր է, չվարի, նայ բեր, այսինքն հրազդակում, այս ես թողել մի, ինքը կարա երեսը սևան, տակը սևացնի, էլի, թող մի կից այս թույլոտ, որ դանդաղ, աստիճանաբար թխվի, իշքան, ասենք է նայ, ասում են հրազդանը շոտ համով է, ինչն է պատճառը, ասեմ, հրազդանը ինքը թխվում է շատ դանդաղ, այսինքն նա ինքը մի հատ երեսը կարմրավ անջատում ենք ու թողնում ենք մեջը մոտավորապես 40 րոպե կես ինքը դանդաղության թխվելու հաշվին շատ համով է լինում, աստիճանաբար է թխվում, դա կապ ունի էլի, դա է նշան, բան է, դրան իմաստն ու նշանակությունը ոնց է լինում, որպես համով է լինում հրազդանը, ամեն ինչն է կապ ունի, հանեմ վերջի խմորը դեժից, վերջի խմորն եմ անում, կտրեմ, մինչև աղջիկները գան։ Սեք այս տեսակի պինդ խմոր է լինում, պետք է պինդ լինի, լավաշի խմորը, որ նորմալ լինի, թույլը չի լինի էլեկտրական գրտնակով, թույլ խմորը էլեկտրական գրտնակով շատ դժվար է դուրս գալիս, թույլ խմոր գիտեք, որ դեպքում են անում, երբ որ գրտնակը բացում են ձեռքով, առանց էլեկտրական գրտնակի, մենք առաջներում, երբ որ երեխայի մենք լավաշի փուռ ունեինք, տանը գրտնակով էր բոլոր աշխատանքները, հավատացեք շատ դժվար է, շատ ձեռքով գրտնակ անել, այնպես բացել, որ հավասար լինի բոլոր կողքերը, դա մի հատ դժվար աշխատանք է, իսկ հիմա այս էլեկտրական գրտնակները աշխատանքը լրիվ հեշտացրած, գցում և պատրաստ դուրս է գալիս։ Ես տանին էլ ունեմ փուռ, բայց ոչ ասենց ավտոմատացված, ժամանակին արել եմ, պատվերներ եմ վերցրել, տանը եկել եմ աշխատանքից հետո, տանը թխել, պատրաստել, ուպակով կարել և տվել եմ հաճախորդներին, այնպես որ ես ես լավաշի գործը փոքրուց արել եմ մինչ այ հիմա։ Նույնն էլ հացի գործը։ Խմորային գործերը շատ սիրում եմ, սա իմ աշխատանքն է, շատ սիրում եմ։ Դե ինձ ասա, արի գնա կարու ձև արա, արի գնա վարսավիրություն արա, չեմ սիրում ու չեմ կարա։
ես այդ տեսակի գործերը միշտ չեմ պատկերացնում, բայց այս տեսակի ինչը կապված է խմորի թխելու, պատրաստելու, էփելու, դաշտ գնալու, խաղելու, դա իմ սիրած զբաղմունքներն են։ Սիրուն շուշուտ գնդենք։ Ու անցնենք առաջ։ Այսօր արդեն քանիսն ամսի, այսօր ամսի 14-ն է, այսօր ամսի 14-ն է, այսօր ոնց որ մի քիչ արևոտ եղանակ է, ոնց որ մոտ է փոշոտմանը, անհամբեր սպասում եմ, տեսնեմ երբ պետք է լինի փոշոտումը, որ գնամ դենդրոպարկ։ Սիրում եմ այդ փոշոտման պրոցեսը, հակառակ լավնալինում, հավեսա լինում, փոշիները այսպես գույնավոր վրետ են գալիս, մաքայլում ես գեղեցկության մեջ, մի հատ հեքիաթային վիճակա։ Այս ասել եմ չէ, հետևորդներ ջան, ովքեր ցանկանում են գալ մասնակցել փոշոտմանը, ապա կարող են կապ հաստատել ինձ հետ, ես մեծ սիրով կօգնեմ, թե հյուրանոցային հարցերով, թե տանել տեղը ցույց տալով, թե իրանց հետ ման գալով, բոլոր հարցերում կարող եք գրել եւ ես մեծ սիրով կօգնեմ ձեզ։ Տեսնենք, քանի գունդ ենք ստանալու։ Մեշոկը եսի նկատի ունեմ 25 կիլանոց, մենք մեշոկը անում ենք 25 կիլանոց, որովհետև մեր դեժը հենց ինքը 25 կիլանոց խմորի համար է նախատեսված, ավել չենք անում։ Եղավ։ Երկու չես կարում անես։ Դեր չեմ փոխում։ Անում ասուսիկը երկու սաստակ իստուր մինչև վերջ դուրս ա գալու, ոչ տալնում, լար ես մեկը փորձի, այդ մեկը երկուսով փորձի, դուր մի անգամից ա, չես այդքան գնում գալի, դես երկուսով անի դիրհեշ, չի ինգնի, մի վախեցի, մի հատ որ սամթը դրնես արդեն նորմալ տնի, չի ինգնի, որպեսի չարչարվես, ասենք թե այդքան մեկի տեղը այդքան չտանես բերես, հիմա կարաս արդեն բանս բուխանկաները լրիվ եկել ա, նորմալ վիճակա, պիտի դնենք մեջը։ Հանի հրազդանները, հələ տայի տակը տենա, տակը։ Տեսեք ինձ սիրուն հրազդաններ ունենք, նորմալ լավը, շատ լավն է, հանի, հա, արդեն եղել է, արդեն կարաս հանես։ Տակերը, էլի կարևորը տակերն է, ստուգում ես, տենում ես, որ տակերը ինքը լավ, կարմրոտ է, ոչ թե բան նենց մուկ, արդեն նորմալ է։ Վաճառքի համար է հրազդանները չեն, տան բարձասնի վերև, որ նորմալ լինի, մարդիկ գան, տեսնեն, որ հրազդանակ ունենք, առնեն տանեն ուրախ։ Ներքևը, հա, բուխանկան դրեցի, ներքևը։
բուխանկան քանի կիլո է իրար է։ 430 Չէ, քանի կիլո է իրար է, բուխանկան 420 գրամ է вообще։ Քաշը։ 430 Չէ։ 420 գրամ քաշը, սոսիկը երևի շանար է, բայց դե պետք չի քաշը ավելան է, ինքը ֆորմի մեջ է, ֆորման ինքը այդքանի համար է նախատեսած, եթե ավելանում ինքը ուրիշ ձևի է ալնում էլի, այդ չափի է իր ֆորման։ Երես հլը նա երեսը բան չունի, սերին հատկություն ունի, որս կարմրում է երեսը նայն մի հատ, չէ, այդպես է մոտա։ Երեսը կմիացնես չմոռանաս, որ բան չունի, մաքաշի համար։ Դիր 250-ից անցի, տար, լես այստեղ։ Հա, լավ է, երեսի բանը լավն է, երեսի ջերմաստիճանը նորմալ է, դու արդեն կարում ես էլի տենա, խաղապայտա քեզ պետք է թուլացնել, ուժղացնել, դու նայի է դες բաներին, ջերմաստիճաններին ու բանարա։ Հա, նորմեն տես կարող է ինքը դու իրար հետևից մատնաքաշը գցես, թուրը սկսի սհովանալ, սաղել, ջերմաստիճան նիշնի, դու կարես մի քիչ բարձրացնես, որ գա տեղան գնի հետել պիտի էլի բանանես, իրար հետևից որ մատնաքաշը գցվում է, չէ, թուրը սկսում է հովանալ, քարը սաղում է, էլի անթատ որ բացում փակվում է։ Նայ ես քարով մատնաքաշն եմ շատ սիրում, քարին է, որ գցում են թիով, ժառովնիայի մատնաքաշը մի տեսակ դուրս չի գալի, որովհետև նախ ժառովնիայի մատնաքաշները վիտամիններն են գցում, որ ինքը սենց իսկ մատնաքաշին, որ դու սրտով էլ ուզենաս վիտամին գցես չի լինի, երբեք, որովհետև քարի մատնաքաշին եթե գցես, ինքը սենց փուչի կատալու մեջ նուրի մատնաքաշ չնի, ոչ գծեր ներևա, ոչ բացվածը, ոչ մի բան չի լինում մատնաքաշին, քարին, իսկ այն ժառովնյաներին գցում են, որ մի քիչ աբյում տա։ Ու արդեն մնաց մի քանի հատ բունտ, վերջացրեցի, նամ հեսա վաղեն, տապանա,